Ստրատեգիական առաջարկ, ուրեմն Հայկ Մանասյանին, Վարդան Ղուկասյանին, Տիգրան Ուրիխանյանին, Անի Զախարյանին, Արտուր Համբարձումյանին ու Կարեն Արայանին։ Բարև ձեզ, ժողովուրդ ջան, նայեք, ես ես Բանաձևից դուրս թողեցի ես մարդկանց ցուցակից բանին, Արտակ Սարգսյանին, ես Ակունա Մատատա Աֆրիկյան ինչ որ մի Դրան ես առանձին կարադառնամ նրա այս վերջին մանավանդ հաղորդումից հետո ոչ մի ստապ մտածող քաղաքական գործիչ նրա ձեռքը չի սեղմի, էլի, ես էլ դա առանձին թեմա է։ Ուրեմն հիմա պարոնայք եւ դիգին անի։ Ես մենք այս վերջի մեր քննարկումը որ եղավ, ինչին էր վերաբերվում, էլի։ Այսօր եկեղեցին դարձել է մի հատ sense խաղաքարտ, գումար են խաղում, համ նախկինները, համ Նիգոլը։ Բայց սրա մեջ կա ճշմարտություն։ Տեսեք, այս ճշմարտությունը դեռ տարի երբ էր Վարդան Ղուկասյանը բարձրաձայնեց, որին ես կողմ էի բոլոր վերջույթներով, էլի sense, որ եկեղեցուն պետքա վերահսկում պետության կողմից։ Երևի հիշում եք, որ Վարդանը բարձրաձայնեց այդ աուկցիոններում, այդ աճուրդներում վաճառվող այդ զարդերը, որոնք հայկական եկեղեցու գանձարանից են։ Այդ դա շատ կարևոր, շատ լավ առաջարկ էր ու Վարդանը շատ ճիշտ կետին ինքը դիպայց տեղ ու նայեք, այսօր Նիկոլ Փաշինյանը այդ նույն թեզը, որ դա ժողովրդի սրտով է, իմանալով, ուսումնասիրելով, զինվել է այդ թեզով։ Բայց մի քիչ ուրիշ ձևի ինքը եկեղեցին ուզում է սարքի ԿՊ-ական, էլի։ Բայց ես հիմա պարոնայք ում թվարկեցի, էլի թվարկեմ, լավ, Հայկ Մանասյան, Վարդան Ղուկասյան, Տիգրան Ուրիխանյան, Անի Զախարյան, Արտուր Համբարձումյան, ում ես շատ մեծ հարգանքով եմ մոտիկանում, շատ ճիշտ է տեսնում Արտուրը շատ բաներ, ասեմ, ինչպես եւ Անին, ու Կարեն Արայանին։ Լսեք, ժողովուրդ ջան, հələ մի հատ խորը վերլուծեք այս ամեն ինչը։ Սա ժողովրդի սրտով է, որ Նիկոլը զինվել է։ Սա մի մեծ զանգվածի, ստապ դատող, լուրջ դատող զանգվածի սրտով է։ Լուրջ։ Ու դա լուրջ էլեկտորատ է։ Որ սա պետք է ներառվի ձեր կամ մեր, ոնց ուզում եք ասեք, էլի, այդ երրորդ ուժ ձևավորվող կամ չձևավորվող, կամ եթե դուք գնում եք այդ երկիրը իսկականից այս նախկին ներկա այս աղբամանից մաքրելու ձեր քաղաքական ծրագրերի մեջ։ Հիմա մի հատ ուղեղներդ միացրեք, այդ քանի հոգի եք այնտեղ մի խոսքով 5 հոգի։ Բոլորդ հիմա ուղեղներդ միացրեք, այն գորշ բջիջները, գորշ այստեղ կա։ Մեր եկեղեցին դա փակ բռնապետական մի հատ կառույց է, որի ներսը չկա պատերի ներսում արդարություն, ինչ որ մի դատարան, ինչ որ մի ազնիվ համակարգ։ Նրա գահին բազմած է ցմահ մի հատ սուվերեն բռնապետ, բառից բուն իմաստով։ Քրեական որոշ ինչ որ ենթամշակույթի նվիրված եկեղեցական, իր ընտանիքը, բարեկամ, եղբայր սարքել են կարդինալ բաներ, եպիսկոպոսներ, եսիմ ինչ, եւ իշխում է այդ կլանը հայ առաքելական եկեղեցին։ Քրեացին տարեր, կարելի ասել, որտեվ լսում եք այնտեղ հոգևորական են ահաբեկում, նկուղ տանում, ծեծում, ինչ որ բաներ, էլի, մորուք կտրում, ատրճանակով կրակում, ճիշտ են դրանք, սխալ են, բայց սпасելի են։ Դրա համար մի հատ ժողովուրդ ջան, մի հատ հիմա լավ մտածեք։ Այս իմ առաջարկի շուրջ, էլի, սա մենք քննարկեցինք մեր անցած հաղորդմանը Անիի հետ, Զախարյան, որ պետք է պետությունը ունենա վերահսկողություն եկեղեցու նկատմամբ, եկեղեցու ակտիվների, ունեցվածքի, հասկանում եք, եթե հնում մենք պետականություն չենք ունեցել եւ այդ եկեղեցին է տիրել պետության ժողովրդի հարստությանը, բայց այսօր կա պետություն, եւ ժամանակն է, որ պետությունը այդ ամեն ինչը սկսի վերահսկել։ Հասկացեք, հնում ուրիշ ձև է եղել, բայց հիմա 21-րդ դարն է ու գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն։
այլ ոչ թե այս կամ այն պետության լծի տակ կամ նրա սահմանների մեջ գտնվող ինչ որ մի համայնքի կառույց, որտեվ որ սառը մտածում եք, ես ճիշտ եմ, ու սրան կողմնակից է ժողովրդի մի մեծ զանգված, լավ մեծ զանգված, հենց որին ավելի սենց հրապուրելու համար Նիկոլ Փաշինյանը այս թեզերը առաջ է տանում եւ այս ծրագիրը աշխատացնում է, բայց իօքուտ իրան, բայց ես առաջարկում եմ դուք այս նույն ծրագիրը ձևափոխեք եւ սարքեք պետականամետ ծրագիր ձեր քաղաքական ծրագրերի մեջ, որտեվ ես գիտեմ, բոլորդ էլ խելացի մարդիկ եք, հիմար չեք, ու պետք չի դուք հիմա շարժվեք Սերժ Քոչարյան եւ Սամվել Կարապետյան նրանց նարատիվներով, որտեվ ես այս մեր վերջի հաղորդումից հետո զգուշացրեցի, ասեցի, բայց կա մարդկանց մեջ են խորը անասունի մեջ, էլ են խորը մարգինալ, են որ ուղեղ չունի, են որ այ դու Նիկոլի ջրաղացին ջուր ես լցնում, ես եթե հիմա պաշտպանեմ եկեղեցուն, կասեն դու Քոչարյանական ես Սերժի ջրաղացին ես ջուր լցնում, էլի, լսեք, ես ոչ մնացածի պես սազը առել եմ հիմա, տես սազ չկա բանում են, լիստեի եմ, բոլոր սազ առնող երկողները ենա լցվել են, սրա նրա բանն են երկում, էլի, գովքն են անում, Արա այդքան տուպո եք, որ մեկ սենց բաներ գրում եք, էլի, ես ասում եմ, արա, համ բացատրում ես, համ զգուշացնում ես մեկ, արա, իդիոտ եք, արա, հենց որ սա պետականամետ պետք է այս ծրագիրը լինի, որտև տեսեք, սենց մի բան վերցնենք օրինակ, ինչ որ մի քաղաքում, օրինակ եվրոպական, կամ ամերիկյան, կամ ռուսական, մի մարդ մահանում է, ուզում է իր ժառանգությունը թողնում է եկեղեցուն, դա շատերն են անում, Դե տարիքի հետ մարդ ավելի մանկամիտ է դառնում, ուղեղը ջուր է դառնում, ասում է տամ եկեղեցուն, ինձ Աստված պապիկը այնտեղ ամպերի մեջ կդիմավորի, էլի։ Տալիս է ինչ որ մի այնտեղ իրանց թեմի ինչ որ մի հատ եկեղեցուն ժառանգում է, կտակը հետո բացում են, ինչ անում այդ փողը։ Տունը ծախում է, փողերը վերցնում է, մի մաս ուղարկում է Գարեգինին, ասում է այս քո ապշագին կղրգեմ, մնացածով էլ ինքն է կայֆաբադ լինում։ Բայց այդ մարդը մահից առաջ մտածել է, որ այդ փողը թողել է, որ բարեգործություն արվի, հիվանդ երեխա բուժվի, բարի գործ արվի, որ իր ասենց ասած մահը, իր գերեզմանը, իր անուն ինչ որ մեկը ասենց բարի բանով հիշի էլի։ Օղոր մի ասի ես մարդուն, էլի, նա այդ նպատակով է տալիս այդ գանձերը, նա չի տալիս, որ ինչ որ մի հատ, կներեք, բոզի վաստակ տեր, յաշիկ առնի, կամ բենթլի առնի, կամ պրադո առնի, շուշը կփակի, քածերին լցնի, մեջը կայֆաբադ լինի, օրինակ, ով կուզի դու, բայց մարդիկ տես չեն մտածում, նեն տարիքի հետ մարդը միշտ մանկամտանում է, էլի ավելի, մանկություն է հետ գնում, էլի, տակը չի շիկանում, բան, ու սենց քայլերի են գնում, էլի, Պետք է մեկը հսկի, պետք է պետությունը իմանա այդ ամեն ինչը, լսեք, որ այդ եկեղեցին այդ բեսպրիձել չդառնա, իր պատերի ներսում, իր կրիմինալ գահին նստած ինչ որ մի ղեկավարի հետ։ Արա սխալ եմ, ասեք սխալ ես։ Ստապ եմ ես դատում, արա, ես ուրիշի սենց իմպուլսներով չեմ մտածում, Նիկոլի կամ Սերժի, կամ Տաշիրի։ Սենց պետք է լինի։ Արդեն 21-րդ դարն է, դրա համար պետք է ծրագիր դուք ձեր ծրագրերի մեջ մտցնեք, սա ես առաջարկ եմ անում, որ իշխանություն գալուց հետո պետք է ժողովրդական քննարկումներ լինի եւ մշակվի մեխանիզմ, եկեղեցու ակտիվների այդ ամեն ինչը վերահսկելու համար, որտեղ ոչ մեկ չգիտի օրինակ, նույն եկեղեցին փոխվեցին օրինակ, մեկը մեռավ, մյուսը եկավ, էլի, մյուս վեհապարը Նա օրինակ էքսպերտիզա անում են, ոնց որ թանգարաններում նա գույքագրում բան այդ ամեն ինչը շատ լուրջ է արվում, էլի։ Օրիգինալ է, օրիգինալ չի, կեղծիքներ են, քարերը փոխված են, փոխված չեն, զմրուխտա, շուշայա, բութուլկի շիշա, ապակիա, ինչա դրված, հասկանում եք։ Իհարկե ոչ։ Դրա համար դա պետքա պետությունը վերահսկի։
Դա մեր ժողովրդի գանձերն է, մեր ժողովրդից հավաքված այդ ունեցվածքն է, որ այդ եկեղեցին հավաքել է։ Հայաստանը չի ունեցել այնտեղ գաղութներ, բանում Աֆրիկայում, Ամերիկայում, գցենք Հինդոկիտայի, բան չի գնացել, նրանց գանձերը չի հավաքե բերել իր երկիր, էլի։ Դա սովորական մեր ժողովուրդն է այդ տվել եկեղեցուն։ Ես այն անի այդ հաղորդման մեջ ասեցի, պատկերացրեք, այնտեղ ավելի շատ գանձեր կան, քան թե Մատենադարանում։ Ու դուք Մատենադարանը տակ ինչ որ մեկին, ինչ որ մի անձի, որ ոչ մի ոստիկանություն, ոչ մեկ նրան չվերահսկի, ոչ մի բան չլինի։ Ու նա ինչ ուզի այնտեղ պատերի ներսում անի։ Միգուցե մի հատ կոլեկցիոներ դա ասի, ես արա կարող է ինչ որ մի օտարերկրյա գործակալական ցանցի հետ կապնվի, ընդհանրապես ամեն ինչը զերոյացնի, հակապետական քայլեր անի, ով պետք է դրան անի։ Ըստ եկեղեցու գրքով նա պետք է լինի միջև մահ նստի, վերջ։ Աստծո տեղակալի գահին իբր։ Հենց որ սա եկեք մտածեք, տղեկ եւ աղջիկ Անիջան, սա պետք է մտնի քաղաքական ծրագրի մեջ։ Ես զգում եմ դեռ համախմբումը շատ բարդ է, չեն կարողանում, թեկուզ Վարդանը կոչ անում, բայց մեկը ինքը չի ուզում մասնակցի, ում հետ զանգես, ում հետ խոսաս, էլի, բայց պետք է այդ համախմբումը լինի։ Բոլորն էլ ասում են, որ պետք է լինի առողջ եւ նստեք իրար հետ միտեղ ու մի հատ ընդհանուր հայտարար եկեք։ Ընդհանուր հայտարարի, որ իսկականից համայն հայությամբ էլ արա մի հատ մարաթոն անցկացվի, այդ ռեսուրսը ֆինանսական ձեզ հատկացվի ու կանի ժողովուրդը, որ գնանք այս քայլին, գնանք իշխանապողության ռեալ եւ նոր ծրագրերով դուրս գանք արդեն հայ ժողովրդի առաջ։ Դուրս գաք, ես այս ամեն ինչը ձեզ կապող մարդն եմ ուզում լինեմ, որ այնտեղ մեկի պատիվը չի բանանում զանգի սրան խնդրի խոսա, ես եմ զանգում խոսում։ Ու որ ով էլ ինչ էլ ասում է, ձեզ տեղյակ եմ պահում։ Ես նենց որ խոսացել եմ, դե հիմա դեռ չկա կոնկրետ մի բան ասելու։ Բայց սենց պետք է արվի։ Որ հաղթեք համ Նիկոլին, համ նրան, Սերժա Քոչարյանականներին, հասկանում եք։ Եկեղեցին պետք է դառնա պետական, ինչ որ մի պետությունը պետք է ունենա մի վերահսկող մի բան այնտեղ։ Դուք պատկերացրեք ֆրանսիացի ժողովուրդը իր ամբողջ գանձերը տվել է Լուվրին, Լուվրն էլ հանձնի մի հատ ինչ որ տերդերի, կարդինալի ասի վերջ, ինչ ուզում ես արա, կայֆավա տեղի, քոնն է Լուվրը։ Մոնելիզայով, բանով, այնտեղ ես իմ սա գանձերով հասկանում եք ինչ եմ ասում։ Ու Են խոր անասուն, լսիր, օրինակ Ռուսաստանում եկեղեցին պետության վերահսկողության տակ է։ Դա դեռ Պետրոսը բոլորին բան արեց, էլի։ Դա նույն Անգլիայում։ Հասկացեք, այն երկրներն են զարգացել, ընդհանրապես պրոգրեսիա ունեցել, որ տեսեք, այդ ամեն ինչը վերահսկել է։ Թե չէ, տեսեք, Իսպանիան։ Որտեղ եկեղեցիներ վերահսկում, այնտեղ իսպանական այդ ժառանգությունը ինչ է։ Որտեղ է գտնվում այսօր Իսպանիան ու որտեղ է գտնվում Մեծ Բրիտանիան։ Որտեղ իշխում էին եւ ժողովրդին մարդիկ, խելացի աշխարհիկ մարդիկ, այլ ոչ թե մարգինալ հոգեվորականները ինկվիզիցիաներով, բաներով այնտեղ հիմարություններ խոսում։ Ինչ որ մտածեք այս ամեն ինչի մասին, որ սա մտնի ծրագրի մեջ, սա շատ ճիշտ ծրագիր կլինի, սրա միտքը տվեց էլի եմ ասում Վարդան Ղուկասյանը դեռ մի տարի առաջ էր, 2 տարի առաջ էր, ու շատ ճիշտ բան ինքը առաջարկեց, ու դա տենց էլ պետք է լինի։ Պետք է հայ ժողովուրդը իմանա իր գանձերը որտեղ են։ Օրինակ դուք գիտեք, Գովերում պարտեզը վաճառվեց $200 միլիոն, դա փոքր փող չի է։ $200 միլիոն, ում գրպանը գնաց։ Տեսեք, դա ձեր գործը չի, դա եկեղեցու գործն է։ Դա կրիմինալ օրինակ Գարեգինի գործն է, դա դուք իրավունք չունեք իր գրպանը մտնեք, դա իր անձնական գրպանն է։ Ոնց։ Այդ հողերը, որ հետ են գցել, այդ եկեղեցին է արուն թափել, փող տվել, այդ ամեն ինչի վրա այդ ռեսուրսը ներդրել։ Իհարկե ժողովուրդը, իր հոտը։ Բայց այսօր այդ հոտից կերտած այդ ունեցվածքը ինքը գրպանել է ու ինչ ուզում է անում է։ Մի հատ Խրուշովկա չկառուցեց, ասում են Ղարաբաղից այդքան փախստական կարեկան։
200 միլիոնով կարծեմ ծախեցին կովերում պարտեզը։ Ուր գնաց։ Ինչի՞ չպետք է իմանա, դուք հասկանում եք ես ինչից եմ խոսում։ Խորը մարգինալ անասուն, որ ինձ ասեց Նիկոլի ջրաղացին ես ջուր լցնում։ Նիկոլը ուզում է իրա ձևով սարքի եկեղեցին, որ իրա գովքը անեն։ Ու Նիկոլը ստեղ հաղթում է, նայեք։ Ժողովուրդը դրա մեջ տեսնում են ռացիոնալ, օրինակ այդ մտքի սերմը, որ իսկապես եկեղեցին ապականված է, եկեղեցին այլասերված է, եկեղեցու սեռական արկածները ընդհանրապես այդ շուտով ինչ ասես կարող էլի հայտնվի, էլի իմանանք, էլի քերագին, տեսեք էլ մարդ չէր գտել այդ արշակերին չէր, հա։ Հեսա ինցեստ էլ կհայտնվի, որ քույր եղբայր, ինչ ասես, էլի մեկ էլ դեսակ հենց որ այս ամեն ինչի շուրջ մտածեք, ընկերներ, մենք անցած բանին քննարկեցինք հենց Անի Զախարյանի հետ այս թեման, սա շատ լուրջ թեմա է, ինքը ունեցավ խիզախություն, տեսեք բոլորի մեջից, որ այս խնդիրը բարձրաձայնեց, ես ասում եմ, ես ողջունում եմ, սակայն մեր ժողովուրդը շատ սեքսիզմը շատ է էլի մոտներ, էլի կանանց նկատմամբ մի քիչ բան են վերաբերվում, բայց ասեմ, շատ ռացիոնալ մտածելակերպ ունի այդ աղջիկը։ Հենց որ տեսնենք, զինվենք համբերությամբ, թող մի հատ մարդիկ մտածեն, այս ամեն ինչը գրեք ձեր կարծիքները շատ կարևոր է հենց այս թեմային, էլի պետքա պետությունը ունենա վերահսկողություն։ Գրեք այդ 100-ով, 1000-ով, թող նայող ամեն նայող իր կարծիքը գրի, հենց որ գրեք ժողովուրդ բոլորդ ինչ կարծիք ունեք, էլի որ այսպես դնեմ, ասեմ, զանգեմ, ասեմ, բացի կարդա։ Արտուր Համբարձումյան Վարդան Ղուկասյան դե ինքը գիտի, Հայկ Մանասյան, կարդացեք, տեսեք մարդկանց կարծիքա, սա հասարակական կարծիք է, որ պետք է արվի, ու որ ժողովուրդը դա պահանջում է։ Ես համոզված եմ, մեր եկեղեցուց Աստված թող է փախել, այնտեղ եթե Աստծո նրանք վաղուց գնացել են, այնտեղ հիմա նստած է իսկականից մի հատ անհավատների, անհավատ կրիմինալ մի հատ բան, ասենց կուտոկ։ Ու ոչ մեկ չգիտի նրանցից հետո մյուսը ոնց կլինի կամ նրանից հետո եկողը ոնց կլինի։ Մենք պետք է նայենք տասնամյակներով, հարյուրամյակով առաջ։ Դրա համար այդ ռեֆորմը, այդ փոփոխությունը պետք է արվի հիմա։ Ու այդ ձևի ռեֆորմով անցնում են շատ երկրներ, շատ ազգեր են անցել, ու անենց չի, որ դա արգելված է։ Հասկանում եք։ Օրենսդրությունը եւ օրենքն այնց բան է, դա կարելի անընդհատ, նա կենթանի մարմին է օրենքը, օրենսդրությունը։ Նա զարգանում է, աճում է, փոփոխվում է, էվոլյուցիա է ենթարկվում։ Անենց չի, որ մի բան գրված է քրտ։ Եղավ, այդ է օրենքը եւ պետականությունը։ Գնում է ժամանակի հետ համահունչ։ Հենց որ գրեք ձեր կարծիքները այս ծրագրի մասին, պետք է ներառվի արդյոք, թե ոչ։ Շնորհակալություն, առայժմ։